Քաղցր շաբաթ համեղ կիրակի։ Ողջույն, եթերում համեղ կիրակին է եւ ինչքան լավ է Համլետ, որ դու մեզ հետ ես այսօր այս տաղավարում։ Ողջույն։ Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ։ Ինչ ենք անելու։ Ինչ ենք անելու, պատրաստելու ենք շատ հետաքրքիր ապուր, քանի որ մայիս ամիսն է, բայց անձրևները դեռ չեն դադարել, Սենքի հետ եմ կապում։ Չէ, սունկ չենք օգտագործելու։ Օգտագործելու ենք մի շարք ապխտած երշիկների տեսականի, պատրաստելու ենք եվրոպական պանրային ապուր։ Պանրային ապուր։ Այո։ Ինչ լավ է։ Ուրեմն վերջերս մաման ասում է, ինչ պատրաստեմ այսօր, ասում եմ, մամ, համեղ կիրակին նայ։ Իմանաս Եվ ինչ այդ հարցերի պատրաստել։ լուծումը կլինի։ Ես ամեն օր փորձում եմ, ամեն կիրակի փորձում եմ եւ իսկապես շատ համեղ է։ Այնպես որ մնացեք եթերում, իսկ մենք սկսեցինք։ Քաղցր շաբաթ համեղ կիրակի։ Համլետ, պանրային թե երշիկային ամեն դեպքում։ Պանրային ապուր ենք պատրաստելու, հիմքում բաղադրիչների կարևորագույն մասը կազմող դա երշիկների տեսականին է, որ այդպես ապխտած ծխեցված շատ հետաքրքիր համ է փոխանցելու մեր ապուրին։ Իրականում ապուրը շատ հին, վաղ միջնադարյան եվրոպական շատ հայտնի ապուր է, ինչպես մեր պանրխաշը, այդ նույն ձևաչափով այս ապուրն են ստացել, ժամանակի ընթացքում այն տարատեսակ փոփոխությունների ենթարկվել ու կան տարբեր տեսակներ, կան ապխտած երշիկով տեսականին, հավի մսով, սնկերով տեսականի կա ապուրի, բայց հիմնական հիմքը հանդիսացել է կրեմային արգանակը պանրի միջոցով ստացված։ Հասկանալի է, իսկ այստեղ բաղադրիչները կարող է փոխվել։ Այո, ըստ ցանկության, այսինքն կարևորագույն հիմքը այստեղ կատարում է հալած պանիրը, որի միջոցով ստանալու ենք պանրային արգանակը։ Իսկ մնացածը, ասենք, ապխտած երշիկների փոխարեն կարող են օգտագործել հավի կրծքամիս, կարող են օգտագործել սնկի տեսակներ, կարող են զուտ բանջարեղեն տապակվող տեսականի օգտագործել ու շատ հետաքրքիր համային փունջ ստանալ։ Կարևորագույն հիմքը եղել է հալած պանիրը։ Ընթացքում արդեն մի փոքր կպատմեմ պատմությունը, թե ոնց է ամեն ինչը աշխարհին ի հայտ եկել, իսկ հիմա զուտ ներկայացնենք բաղադրությունը եւ սկսենք աշխատանքը։ Ներկայացնենք բաղադրիչներն են կարակ, սերուսկային պանիր։ Չէ, հալած պանիրն է մեր պարագայում, ոչ թե սերուսկային, այլ հալած ջերմային Իսկ մշակույթ։ կարող են փոխարինել։ Սերուսկայինը ոչ, որովհետև շորվելու, կտրվելու հատկություն ունի սերուսկային պանիրը, արգանակ չեն կարող ստանալ։ Սա ջերմային մշակում անցած արդեն պանիր է, որի միջոցով կարող ենք շատ հետաքրքիր արգանակը ստանալ։ Կարտոֆիլ, որսորդական։ Ապխտած երշիկների տեսականի, որսորդական, ըստ նախասիրության է, կարող եք մի տեսակ, երկու տեսակ, չնայած ինչքան տեսակները շատ են, այնքան ավելի համեղ է, այնքան արտահայտիչ է համը լինում։ Ես իհարկե քեզ հավատում եմ, բայց ինձ համար այնքան անսովոր է կարտոֆիլ, պանիր, գազար, երշիկ։ Ինձ համար անսովոր է, տեսնենք, ես վստահ եմ, որ վերջում շատ համեղ է լինելու, ինչպես ես հասկանում եմ, պետք է քերեմ, հա։ Չէ, մանր խորանացած ենք կտրատելու։ Պրոֆեսիոնալը դու ես, իսկ ես երշիկները ինչպես մենք անում ենք։ Ինչպես ցանկանում եք, սոլյանկայի ժամանակ որ կտրատեցինք, այդպես կարող եք ամբողջը կտրատել։ Ամբողջը։ Ամբողջ տեսականություն, ընդհանուր քանակությունը շատ է, կեսով կարող ենք կտրատել, խորանացած, ուղղակի ամբողջ տեսականություն անհրաժեշտ է կտրատել։ Շատ լավ, քանի իմ ձեռքում երշիկ է, արի խոսենք երշիկների մասին։ Արդյոք երշիկների մեջ կա միս։ Իրականում կա, իհարկե ոնց։ Իսկ ես կարդացել եմ, երբեմն կարդում ես եւ տեսնում ես, որ միս ընդհանրապես չկա, գրված չի։ Լավ որակի երշիկների մեջ պարզադիր։ Լավ որակի, հա, իսկ հիմնականում մարդիկ գնում են արդեն կախված է գնի արժեքի հետ, ինչքան գինը բարձր է, այնքան որակական դե դա բնական է։ Բարձր է լինում։ Հիմնականում լավ երշիկը ապխտած երշիկների տեսականում մեջ 40 եւ +% մսային հումք պետքա կազմի, մնացածը արդեն խտանյութեր են, համային էքստրատներ են, յուղեր են, նմանատիպ Էլ ինչ է լինում երշիկի կամ նրբերշիկի մեջ։ Գույներն են, սննդային գույներն են, խտանյութերն են, մեծ քանակությամբ օսլա է պարունակում, խտանյութեր է պարունակում, համային էքստրատներ է պարունակում, ապրանքանիշով համային։ Իսկ առաջ ինչեր են եղել։ Առաջ չգիտեմ, ես իրականում չեմ կարող ասել։ Թուղթ, հավի թաթիկներ, եղունգներով, ժամանակին վիդեոներ էին գցում կար այդպիսի իրականում հիմա էլ են հրատարակում կան, բայց փառք Աստծո դա մեր երկրի մասին չէ։ Մեր երկրում շատ լավ է նմանատիպ արդյունաբերությունը, շատ որակով է անում, այո։ Ես մի քանի գործարաններում եղել եմ,
ու տեսել եմ ինչպիսի սանիտարահիգիենիկ պայմաններում են աշխատում, շատ գովելի է, շատ ողջունելի է։ Զուտ անունները չեմ ասում, որպեսզի գովազդային խնդիրներ չունենանք։ Այստեղ կարող է լինել ձեր երշիկեղենի գովազդը։ Այո։ Բայց ամեն դեպքում մեր մոտ նման արդյունաբերությունը շատ լավ բարձր որակի մակարդակի վրա է ու արդեն այնքանով ենք զարգացել, որ սովետական մեզ մնացած այդ ստանդարտ երշիկների տեսականոց նաև արդեն կարողանում ենք արտադրել եվրոպական, իտալական, իսպանական եւ ֆրանսիական երշիկների տեսականներ։ Իսկ արտահանում ենք մենք տարբեր երկրներ, ընդունում ենք։ Չէ, այդ քանակի, որ ասեմ, տեղյակ եմ, ոչ, ինչքան որ ներկրում ենք, այդ քանակի դժվար թե արտահանենք։ Քանի որ միևնույն է, ինչքան էլ լավ պատրաստենք, օրիգինալին չեն կարող հասնել։ Այս պարագայում, այսինքն իտալական, իսպանական երշիկների այդ որակին տեղ ունենք աշխատել, որպեսզի հասնենք։ Ես Գերմանիայում մի հայ տղայի հետ ծանոթացա գործի բերումով, ով աշխատում էր երշիկի գործարանում Գերմանիայում եւ պատմում էր, թե որքան խիստ է այնտեղ նախ մտնել գործարան, արդեն այն հատվածը, որտեղ արտադրություն է գնում, կարծես սկաֆանդրներով արդեն հագնված լինեին, ախտահանվում էին, ինչ որ ասեմ ձեզ, առանձին որ մեր մոդել է նման ձև։ Ես գործարան այս մեկում որպես հյուր գնացել եմ, ինձ հրավիրել են, որպես ես տեսնեի նրանց արտադրությունը ու շատ գովելի էր, որ նման տեխնոլոգիաներով են մեր մոտ աշխատում, այդ նույն ձևաչափով այդպես հագնում էր հատուկ սկաֆանդրի պես հագուստը, մի քանի շերտ անցնում էր ախտահանում, այդպես ոնց որ տիեզերագնաց էսպես անցնում էր հատուկ նյութը փչվում էր համազգեստի վրա, ոտքերին, ձեռքերը, գլուխը ամբողջը փակ ու էքսկուրսիան երբ որ իրականացնում էին ամեն բաժնում, բոլոր բաժիններում նույն ձև սանիտարական բոլոր նորմերը ապահովված էին ու միջանցքները անգամ կար ուղեցույց, որտեղ նշում էր, թե քանի րոպե անց պետք է այդ տարածքը ախտահանվի, լվացվի։ Շատ հետաքրքիր գործունեություն են ծավալում ու ինձ շատ դուր եկավ, որ նման բարձր մակարդակի արտադրություն ունենք Հայաստանում։ Հրաշալի է, հետո դու ինձ առանձին կասես։ Այո։ Իհարկե։ Յուրաքանչյուր ծնող ամեն դեպքում մտածում է ինչ սնունդ գնի իր երեխայի համար եւ քանի որ այդ նախկին վախերը կան, որ մենք տեսել ենք, տեղյակ ենք եղել, թե ինչեր են օգտագործում, ամեն դեպքում դա դեռ մնացել է մեր մեջ եւ բնականաբար դե ասում եմ մինչ օրս էլ նման արտադրություններ կան։ Այո, կան նմանատիպ արտադրություններ, մինչ օրս հոլովակներ տեղադրում են, ինչպես են բացահայտում նման արտադրությունները կասեցնում եւ այլն, բայց ամեն դեպքում վստահեցնում Հայաստանում շատ բարձր որակի վրա է արտադրությունը։ Այո, որովհետեւ մրցակցությունը մեծ է, 3-4 հիմնական արտադրամասեր ունենք, որոնք արտադրում են երշիկների տեսականներ ու բոլորն էլ առաջատար են շուկայում։ Ու լավագույն որակն են ապահովում, իսկ ինչ վերաբերում է երեխաներին տալու համար խորհուրդ եմ տալիս միայն ու միայն բնական հում պարունակող սնունդ օգտագործել։ Լսեցիք երեխաներ։ Համոզեք ձեր երեխաներին ուտել բնական։ Համոզում ենք։ Բոլորն էլ այդ խնդրի առջև կանգնած են, երեխաները հիմնականում սիրում են դրսի սնունդ, այո, fast food են սիրում, տան համեղ ուտելիքները կարծես այլևս չեն օգտագործում, որովհետև այդ համերը, ուժեղացված fast food-ի արդեն երեխաներին կարծես շատ համեղ բան ինչ-որ մի ուտեստան ուտում են, ասում են համով չի, ասում եմ իսկ ինչ բուրգեր ես, ուզում բուրգերն է համով, կամ ֆրին է համով, այո։ Մեծ խնդիր է առաջացնում, բայց ինչ արած, այսօր իրականությունը դա է։ Ցավոք, այո, դա է։ Իսկ մենք ուզում ենք առողջ սերունդ մեծացնել, առողջ երեխաներ, այնպես որ բալիկներ դուրսը մի սնվեք, դուրսը երբ որ սնվում եք, հետո որ մի քիչ մեծանաք, կասեք, այս ինչ վատ բան է ես անում փոքր ժամանակ։ Աստված շանի, իհարկե։ Շատ ողջունելի է, որ դու այն ինչ օգտագործում ես, այն մթերքները ներկա ես լինում այդ գործարաններում։ Շատ կարևոր է, երբ որ խոհարարը գիտի ինչ արտադրության մթերք է օգտագործում եւ ինչ պայմաններում է մթերքը արտադրվում։ Դա շատ կարևոր է ուսումնասիրել շուկան, հասկանալ
ինչ կարելի է օգտագործել, ինչ որակական հատկանիշներով են օժտված եւ ինչ արտադրողականություն ունենք մեր պետությունում, քանի որ վերջի վերջում մենք սնունդ ենք պատրաստում, մարդկանց ենք կերակրում, դրա համար պետք է շուկայական անալիզներ անցկացնել, հետևել շուկայում ինչ սննդակարգ ունենք, ինչ մթերքներ ունենք վաճառքի, որոնք են լավը եւ օգտվել հնարավորինս լավագույնից։ Միանշանակ։ Ես քեզ հետ համաձայն եմ։ Արի մի քիչ էլ խոսենք պանիրների մասին։ Մեծ սիրով։ Կան պանիրներ, որ նույնիսկ 5 րոպե սենյակային ջերմաստիճանում մնում են սեղանի վրա, մեկ էլ տեսնում ես դեղնում է, յուղ է արտադրվում։ Դրանք պանիրներ չեն։ Պանիրներ չեն։ Դրանք պանիրներ չեն համարվում, եթե նկատել եք, դրանք նշում են պանրային պրոդուկտներ։ Այսինքն պանիր եւ պանրային պրոդուկտը իրարից տարբերվում են։ Պանրային պրոդուկտը իր մեջ մեծամասամբ ներառում է պալմայի յուղ, ելի նույն ձև խտանյութեր, հավելումներ, գունանյութեր եւ այդպես են ստանում, այսինքն էսենցիաներ են ավելացնում, պանրի համեր են ստանում, բայց ինքը հենց բնական կաթի հիմքով ստացված պանիր չէ։ Պանիր չէ, այո։ Ու դա խնդիր է առաջացնում։ Եվ առհասարակ կա հիմա այդպիսի օրենք, հիմա չէ, արդեն վաղուց կա օրենք, որ եթե թթվասեր է, գրվում է թթվասեր, եթե թթվասեր չէ, ենթադրենք կամ կարակ է կամ պանիր է, անպայման գրվում է պանրային մթերք, մսային մթերք, եթե իհարկե այստեղ միշտ չկա։ Եվ այդ մթերք բառը տեսնելով արդեն դուք պետք է հասկանաք, որ այնտեղ կան տարբեր խնդրահարույց հավելումներ սննդային։ Ես այնքան չեմ սիրում այդ արհեստական ամեն ինչը, որ ինձ համար իրականում ինչքան էլ չսիրենք, ինչքան էլ պայքարենք, մեր շրջակա միջավայրի մեծամասնությունը արդեն դրա հիմքում է ընկած։ Գրեթե ամեն ինչի մեջ այդ հավելումները կան։ Սննդի, ջրի, ալյուրի, նույնիսկ անգամ ալյուրն են այսօր արհեստականորեն երկաթով հարստացնում, որոշակի հավելումներ տալիս, դրա համար չի կարելի ասել, որ 100%-անոց բնական հումք կարող ենք ձեռի բերել։ Համլետ, դու ինձ կասես, երբ է բավական լինելու, հա, դեռ բոլոր տեսակներից կտրել եք։ Դեռ ոչ բոլորն եմ կտրել, մնաց այս մի տեսակը։ Բավական է։ Մի կտոր սրանից կտրեք ու սրանից կեսը կարող ենք կտրել։ Ու արդեն նախապատրաստվել։ Ես արդեն բուսայողան եմ բանջարեղենը տապակելու համար։ Փաստորեն բավական շատ է գնում այս մսամթերքները։ Ինքը խիտ պանրային հիմք ունեցող ապուր է դառնալու։ Իրականում, ես ձեզ ասեմ, այս ապուրը վաղ միջնադարում պատրաստել են Եվրոպայում։ Ինչպես հաղորդման սկզբում ասեցի, մեր պանր խաշը, նույն ձև, այսինքն հիմնական ծագման վայրը բնորոշվում է Շվեյցարիայի, Ֆրանսիայի ալպյան գոտիները։ Այնտեղ երբ որ գյուղացիները պանիրը չեն կարողացել վաճառել, մնացել է, չորացել է եւ այլն, այն եռման ջրով տաքացրել են, ստացել են պանրային արգանակի զանգված, որի մեջ հին հացն են լցրել ու այդպես կերել են։ Հետո ժամանակի ընթացքում այդ ավանդույթը գնալով զարգացել է։ Մեր պանրխաշն էլ նույն ձև տաք ջրով, պանիրը լցնում են, հացը լցնում են, հարասնում են, նույն պրոցեսն է եղել։ Նույն գրեթե այդ նույն ձևաչափով ստացել են պանրային ապուրը։ Պանրային ապուրներ տարատեսակ պանիրներից կարելի է ստանալ ռոկֆորից, կամամբերից, բրիից, գարգանձոլա տեսակի պանիրից, այսինքն այն պանիրները, որոնք ջերմային մշակում կարողանում են կասկածնել եւ հալացնել, նրանցից կարողանում են ստանալ պանրային ապուրներ։ Հիմնական զարգացումը պանրային ապուրի, եթե ճիշտ եմ հիշում տարեթիվը 1911-1912 թվականներին, երբ որ արդեն արտադրության մեջ էր հալած պանրի տեսակը, այսինքն հալածած ջերմային մշակում անցած պանրի տեսակը, հիմքում ընկած արդեն չեդեր, գաուդա, էդամամե տեսակի պանիրները, դրանց հիմքում ստացել էին պանրային հալած պանիրներ, այսինքն այդ պանիրները, որոնք որ արտադրել էին, այն մասը, որը փաթեթավորման մեջ չէր ընդգրկվել, դրանով արդեն ստացել են հալած պանրի հիմքը։ Հետո արդեն այդ հալած պանրի հիմքի վրա զարգացում է ստացել պանրային ապուրները, այսինքն երշիկով պանրային ապուրը, սա բնորոշում է ավստրո-գերմանական խոհանոցին, ապխտած մսերով, ապխտած երշիկներով պանրային ապուր ստանալու ձևաչափը, իսկ ֆրանսիական խոհանոցին ավելի շատ բնորոշ է սնկերով ապուրները, տարատեսակ սնկերը տապակելով, հետո պանրային արգանակ ավելացնելով ստանալ հետաքրքիր ապուր, հետաքրքիր համեր։ Դա հենց պանրային ապուր է կոչվում, թե արդեն սնկապուր է, երբ որ սնկերով են։ Պանրային ապուր սնկով, պանրային ապուր հավի մսով, պանրային ապուր երշիկներով, պանրային ապուր ապխտած մսով, ամեն ինչով կարող է լինել։
Կարևորագույն հիմք է այստեղ, ելի եմ ասում, արգանակն է։ Հիմա մենք արգանակը ստանալու համար տապակում ենք սոխը, հետո ավելացնելու ենք արդեն գազարը տապակենք, որից հետո ավելացնելու ենք մի փոքր ջուր, կներեք, տապակելու ենք այս ամեն ինչ, որպեսզի իր ծխեցած համը փոխանցի, որից հետո ավելացնելու ենք ջուր եւ ավելացնելու ենք հալած պանիրը։ Մարմանդ կրակի վրա ջերմային մշակում հասկացնելուց հետո այն խտանալու է, ստանալու ենք պանրային արգանակ, կաթի նման այսպես սերուսքային զանգված ենք ստանալու, որի մեջ լինելու է ապխտած երշիկների տեսականին, բանջարեղենով շատ հետաքրքիր համեր են լինելու։ Այստեղ կարևորագույնը արգանակի հիմքը ստանալու ձևաչափն է, որի արդյունքում կարող ենք նույն արգանակի հիմքով մոտապես 4-ից 5 տեսակի այլ ապուրներ պատրաստել։ Այսինքն ձեզ մոտիվացում եմ տալիս, մոտակա 1 ամսվա համար, ամեն շաբաթվա համար 1 հատ պանրային ապուր կարող եք ստեղծել, պատրաստել, սիրելի հեռուստադիտողներ։ Ամիս կարող եք հայտարարել, մինչև անձրևները դադարեն։ Հետո կանցնենք սառը ապուրներին։ Սառը ապուրներ։ Այո։ Որոնք են։ Մի քանիսը կնշես։ Սպասից բացի ես կարծես սառը ապուր, չգիտեմ։ Սվիկոլնիկ ռուսական խոհանոցին բնորոշ ապուր է, բազուկի հիմքով է պատրաստվում։ Շի տեսակի ուկրաինական խոհանոցին բնորոշ ապուր է, կանաչ սառը ապուր է, այո, գազպաչոնի իսպանական սառը ապուր է, 8 տարատեսակ ապուրներ կան սառը, որ ընթացքում կսովորացնենք, կներկայացնենք մեր հեռուստադիտողներին ամառվա տապին դիմակայելու համար։ Իսկ մինչ այդ այս անձրևային եղանակին պանրային ապուրը լավագույն լուծումն է։ Կարտոֆիլը Խորան արդաձև պետք է կտրատենք։ Եվ այսպես տապակեցինք սոխը, տապակում ենք գազարը, չէ, կարակ ավելացրեցի նոր։ Մի փոքր տապակելուց հետո արդեն կավելացնենք երշիկների տեսականին, լավ կտապակենք, որպեսզի այսպես ծխեցված այդ համը, այսինքն այն սննդային հավելումները, որոնք արտադրության ժամանակ ավելացրել են այստեղ, մենք տապակման միջոցով փոխանցելու ենք արդեն հիմնական ապուրին։ Որ ասում է համերը տա բուլյոնին, այդ կարգավիճակն է մեր մոտ լինելու։ Իրականում շատ եմ սիրում այս ապուրը։ Տեսնենք։ Շատ հետաքրքիր, շատ համեղ ապուր էինք ստացում։ Կարտոֆիլը սազում է, հա, փաստորեն այս ապուրին։ Մի օր սպաս կպատրաստեմ կարտոֆիլով, հետաքրքիր ինչ կստացվի։ Կստացվի մի բան։ Չգիտեմ, բայց ընթացքում մի անգամ էլ կպատրաստենք յոգուրտ ապուր, մեր սպասին շատ բնորոշ, այնտեղ բազմատեսակ կանաչիներ են գնում ու թարխուն է գնում, այդպես թարխունի արտահայտիչ համ փոխանցում այդ ապուրին, շատ հետաքրքիր հապուր է ստացվում։ Բայց յոգուրտը նեյտրալ պետք է լինի։ Չէ, մենք մածունով ենք ստանալու, նույն հայկական ձևաչափով է գնում, ինչպես թան ապուրը, մեր սպասը, ու հետո արդեն կանաչիներով հարստացնելու ենք համը։ Քանի որ յոգուրտ ասեցիր, ես հիշեցի, քանի տապակում ես, արի թարմանանք։ Ես մեծ սիրով միլկինն է։ Ահա, եւ այսպես միլկինի ամենահրաշալի յոգուրտները ըմպելին են այս անգամ քեզ առաջարկում եւ ողջույն, Պամելա։ Բարև, իմ շատ սիրելի Լիկա եւ Համլետ, ինչպե՞ս եք։ Մենք լավ ենք, դուք ինչպե՞ս եք։ Ես շատ լավ եմ։ Ճիշտ է, հիմա ինտերնետի դարաշրջան է, բայց ես միշտ թուղթ ու գրիչ եմ պահում, որ գրեն ձեր հերթական համեղության բաղադրատոմսը։ Թուղթը չի ջնջվում, վիրուս չի ընկնում, Wi-Fi, MiFi չկա եւ միշտ ձեռքից տակ է։ Էլի համեղուտ եք պատրաստում։ Դե մենք միշտ համով բան ենք պատրաստում։ Ես կավելացնեի, միշտ անուշահամ միլկին եք վայելում, դրա համար էլ այդպիսի բարձր տրամադրություն ունեք։ Դե պատրաստեք, իսկ ես պատմեմ միլկինի մասին։ Կարևորելով ձեր առողջությունը, միլկինն արտադրում է բացառապես անարատ եւ թարմ կաթնամթերք։ Հայկական արտադրանք առանց կոնսերվանտների, ապահովում է ձեր օրգանիզմի եւ հատկապես աղիների առողջ գործունեությունը։ Ես սիրում եմ միլկինը, հատկապես յոգուրտների հատապտղային միքսերը։ Տարբեր համեր, տարբեր էմոցիաներ, վաճառվում է ամենուր։ Միլկին, առողջ ընտրություն ողջ օրվա համար։ Շնորհակալություն։ Խնդրեմ, ընտրեք։ Ահա։ Շնորհակալություն։ Կարտոֆիլը ինձ թվում է բավական է, չէ։ Ես էլ եմ այդպես։ Իդեպ, քանի խոսքը գնաց սպասից, դուք գիտեք որտեղից է առաջացել սպաս անունը։ Եթե դա ռուսերեն է, կռահում եմ։ Ռուսերենն է, այո։ Մեր հայկական տարբերակը դա թանապուր է։
Հա։ Ինչու է սպաս։ Այսինքն փրկեք, Փրկե, սպաս, փրկեց։ փրկեց։ Ինչից, ինչպես է դա առաջացել։ Եթե ժամանակատվածը ճիշտ եմ հիշում, Կարսյանի գրավման 1918-21 թվականների մեր անկախության ժամանակահատվածի ռուսական զորքերը երբ որ գալիս են Կարսում թուրքական զորքերի դեմ կռվելու, նրանք հյուծված են լինում եւ սոված, եթե ճիշտ եմ հիշում, մեր եկեղեցականներից հյուրասիրություն են անում, այդ ժամանակ սպաս են ունեցում պատրաստած թանապուր։ Դրանից են հյուրասիրում ռուսական զորքերին, ու նրանք արդեն այդքան երկար ճանապարհ անցած սոված ու հյուծված, ապուր ուտելուց հետո ասում են սպաս, փրկվեցինք, այսինքն ապուրը մեզ փրկեց, այդպես անունը մնացել էր սպաս։ Իսկ մինչ այդ թանապուր է եղել ու թանապուրի բազմատեսակ բաղադրատոմսեր ունենք, որոնց էլի հաղորդման ընթացքում կանրադառնամ։ Հետաքրքիր է։ Այսպես մենք գողացանք ու հերթով սկսում ենք տապակելը։ Եվ այստեղ մնաց մաղադանոս։ Մաղադանոսը ամենավերջում մանր կտրատելու ենք, ապուրի վրա ավելացնենք, այդպես կտրատես, չէ։ Ոնց կցանկանաք, ուզում եք դուք կտրատեք ձեռքը վրա գա, այսպես Շատ լավ։ Բավական է այսքան։ Հա։ Վերջերս քաղաքում պտտվում էի, շատ մարդիկ մոտենում էին եւ քեզ շնորհակալություն էին փոխանցում։ Իսկապես նաեւ նկարներ էին ցույց տալիս, որ արդեն պատրաստել են։ Այնպես որ իմացի, որ բավական մեծ օգուտ է տալիս թե ինֆորմացիոն, թե իսկապես լավ բաղադրատոմսերի։ Շատ ուրախ եմ։ Ու շնորհակալ եմ մեր հեռուստադիտողներից, որ հետևում են, պատրաստում են, ժամանակին են ձեռում նոր բաղադրատոմսերի բացահայտմանը։ Այստեղ ամենակարևորագույնը տապակման process-ն է։ Ճիշտ տապակել, որպեսզի ապխտած մսերը չվառվեն։ Այսինքն տանը պատրաստելուց ուշադրություն ենք դարձնում եւ անընդհատ խառնում ենք, որպեսզի չվառվեն, քանի որ ապխտած մսերի տեսականու մեջ շատ մեծ քանակությամբ օսլա կա եւ խտանյութ, որի պատճառով իրանք կարող են այրվել։ Այսինքն սերիալով չենք տարվում, զրույցով չենք տարվում, սուրճով չենք տարվում, ուշադիր ենք լինում այս հատվածին, որպեսզի տան անդամները հետո գոհ լինեն ձեր պատրաստած ուտեստներից։ Շատ հետաքրքիր բույրը տարածվում է արդեն ապխտած մսերի։ Իսկապես, երբ որ դու գտնվում ես այս տաղավարում, բույրը դա աննկարագրելի է։ Մենք այստեղ նաև թխում ենք շաբաթօրերը։ Ես հետևում եմ, հասցնում եմ որոշակի այդպես թեկուզ ռիլզերի տարբերակով նայել, թե դու ու բոնին ինչ եք անում խոհանոցում։ Ասա ինչքան լավ է բոնին թխում։ Վարպետորեն։ Ես մի օր կմիանամ ձեր խնջույքին։ Սիրով։ Կսպասենք մի օր միասին նաև կարող ենք թխել։ Ինչու ոչ։ Մեծ սիրով։ Այնուհետև վերջում բնականաբար օգտագործելու ենք Մարանիկի համեմունքները, քանի որ Ամանդան այնտեղից անընդհատ կապ է ուզում հաստատել։ Ես հենց հիմա միանամ Ամանդային։ Առաջ գցեցի համեմունքները, լսում ենք ձեզ Ամանդա։ Մի օր չեղավ, որ թորնիկներս ասեն, լսում ենք, Ամանդա տատիկ, վայ, ոնց որ բողոյչի գիրք լինեմ, գլխիս խելքա մնացել, մոռացա բարևել, ողջույն իմ շատ սիրելի, Լիկա և Համլետ։ Ողջույն, էլի կռվում եք թորնիկների հետ, փոքր են դեռ։ Այ Լիկա ջան, չեն թողնում լուրերը լսեմ, տեսնեմ ինչ են խոսում թեկնածուները, ախր այդ 19 թեկնածուներն էլ այնքան լավ խոստումներ են տալիս, քիչ ա մնում գնամ բոլորին էլ ընտրեմ։ Լավ, շատ չխորանամ, Ամանդան ուր, պոլիտիկան ուր։ Ավելի լավ է ասեք, ինչպես եք։ Լավ ենք մենք, դուք ինչպես եք։ Հենց ես տեսա, տրամադրությունս բարձրացավ։ Ասա, այ Ամանդա, մեծ կին ես, քեզ հանգիստ պահի, նյարդներդ խնայի։ Ոչինչ մի բարկացեք, որ բարկանում եք ձեզ եք վնասում, այնպես որ առողջ եղեք, որ միշտ մեզ հետ լինեք։ Ձեզ հետ լինելու համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Շանթ հեռուստաընկերությանը, որ այսպիսի հրաշալի նախագծեր է ցուցադրում եւ մեզ հետ կտրում առօրյա դարդ ու ցավերից։ Եվ հետո ուզում եմ շնորհակալություն հայտնել Մարանիկին, որ հեշտացնում է մեզ կյանքը։ Դե լավ, շատ խոսեցի, գլուխները տարա։ Դուք պատրաստ եք, իսկ ես պատմեմ համեմունքների թագուհու մասին։
Մարանիկն առաջարկում է ձագարեղենի եւ համեմունքների հարուստ տեսականի, ավանդական եւ հազվագյուտ տեսակներով, այդ թվում մեր բոլորի շատ սիրելի զիպ հավաքածուն։ Զիպ փականի շնորհիվ համեմունքները երբեք չեն խոնավանում, իսկ օգտագործելը շատ հարմար է։ Մարանիկն ունի համեմունքներ նայեք ապակյա հարմարավետ տարաների մեջ։ Դե բոլորս գիտենք, որ ապակյա տարաների մեջ համեմունքները պահպանում են իրենց համը որակը, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մարանիկ։ Շնորհակալություն։ Ստեսություն։ Այս անգամ բավական մանր ստացվեց, տեսել ես։ Դու ասում քիչ արդեն պետացել եմ։ Օ։ Ես արդեն երկրորդ անգամ է կացեի մեջից բան եմ թափում։ Ասում եմ հյուրեր ենք ունենալու։ Հյուրեր, մենք հյուրեր շատ ունենք այստեղ։ Մենք Լիության նշան է։ հերթ ունենք այստեղ։ Որ քո պատրաստած ուտեստը փորձի, որովհետև իսկապես աննկարագրելի համեղ է։ Սիրականում այս ապուրը ահա որ շատ եմ սիրում, եմ որ սիրելի հեռուստադիտողներ ուղղակի այս բույրը փոխանցել էկրանից այն կողմ չի լինում, բայց որ տանը փորձեք պատրաստեք, կհասկանաք ինչի մասն է ես հաղորդման ժամանակ խոսում։ Ես կարծում եմ նույնիսկ տեսքից զգում եք, մի քիչ գոնե զգում եք բույրը։ Եվ այսպես սոխը տապակեցինք, գազարը ավելացրեցինք, մսամթերքը ավելացրեցինք, Կարտոֆիլը ավելացրեցինք։ Տապակվում է այս ամենը։ Այո, ընթացքում ավելացնել ենք ջուրը, եռման աստիճանի հասցնենք, որից հետո արդեն սերուցքային պաները։ Իդեպ սերուցքային պաները տարբեր համերի հիմա շուկայում տարատեսակ համերով կան։ Մենք կլասիկ տարբերակն ենք ընտրել, դուք կարող եք ընտրել խոզապուխտով տարբերակ կա այնտեղ, սնկով տարբերակ կա, կլասիկ տարբերակը դե արդեն նշեցի ու բազմատեսակ այդպիսի համերով կա։ Ալպիական խոտաբույսերի համերով կա, տարատեսակ համեր կան։ Ըստ ձեր նախասիրության կարող եք ընտրել ավելի վառ, ավելի արտահայտիչ համ ստանալու համար։ Կանաչին բավական է։ Վերջում երևի ափսեների մեջ ենք, հա։ Ափսեների մեջ կավելացնենք։ Բաղադրատոմսը դուք կարող եք հենց հիմա տեսնել ձեր էկրաններին։ Անպայման գրեք կամ հասցրեք նկարել բաղադրատոմսը, որովհետև այս շաբաթ վայելելու եք, իսկապես վայելելու եք եւ նայեք մեր բոլոր կիրակի օրերի հաղորդումները եւ պատրաստեք համեղ այսպիսի ուտեստներ։ Գոնե շաբաթը մեկ ձեր տանը թող լինի, ճիշտ է, հայերը տաղանդավոր են, բոլորի խոհանոցներում կանայք հրաշքներ են գործում, դրա մասին խոսք չկա, բայց Համլետը ներողություն ավելի շատ է հրաշք գործում։ Նույնիսկ ես եմ հանձնվում, մտածելով, որ ես եմ համեղ պատրաստում։ Արդեն ջրի ավելացնելու պահն է։ Իսկ եթե չեք հասցրել Շանթի եթերով դիտել, չնայած վերջերս ռայոններում է եւ բոլորը ասում են մենք միայն Շանթ ենք դիտում, ողջույն բոլորին, կարող եք արդեն նայել մեր YouTube-յան ալիքով։ Շանթի YouTube-յան ալիքով։ Իդեպ ես հետևում եմ բոլոր մեկնաբանությունները թողված նայում եմ ու ասեմ սիրելի հեռուստադիտողներ, տեսել եմ որ խինկալի եք ուզում, տեսել եմ որ բանր խաշ եք ուզում, այդ ամեն ինչն է նման անդառնալու։ Ահա, բրավո, շատ լավ է։ Հետևում ես, իսկ բացասական մեկնաբանություններ նկատել ես։ Իրականում չէ, այն սկզբի ժամանակը կար այդպիսի ինչ-որ մի հատված, որ ինչ-որ փորձում էին այդպես, չգիտեմ, ուղղություն ցույց տալ, սովորեցնել։ Դա բոլոր մարդու մեր ազգի մոտ դա լավ է ստացվում։ Այո, սովորեցնելը։ Եթե իմ մասնագիտությունը ինձանից լավ պետք է անեք, փոխվենք տեղերով։ Փոխվենք տեղերով, այո։ Չէ, իրականում, տեսեք, եթե դուք նույնիսկ գիտեք, սա պարզապես իմ կողմից, իմ կյանքի փորձից մի փոքր խորհուրդ չէ։ Մի բան, որ ասեմ։ Ես անընդհատ եմ սովորում։ Կապ չունի, դա տանտիկինը, դա վարպետը, դա հավաքարարը, դա բանվորը, ես իրենցից անընդհատ սովորում եմ, իմանալով, որ մեխը այսպես են մեխում, ես գիտեմ, ես նայում եմ եւ սովորում եմ, բայց չեմ սովորացում, չեմ ասում, մի հատ մեխը կուղես, որովհետեւ դա էլ եմ սովորում, որ մեխը ծուռ են մեխում, ես դա սովորում եմ, որ ես ինքս այդպես չանեմ, այնպես որ այդ բնավորությունը մի քիչ այդքան էլ հաճելի չի մանավանդ երբ որ գրում եք մեկնաբանություն, դաստիարակչական պահ էր։ Իրականում ասում մեկը լինի քեզ դաստիարակ, հեսա մեկ ուզում դա գրի։ Ես կողմնակից եմ
կապ չունի, մարդ թող արտահայտի իր կարծիքը։ Բայց խորհուրդ կտամ, անգամ եթե մեկնաբանություն եք թողում, լինի դա լավը, թե վատը, խնդրում եմ գոնե գրեք հայատար։ Մենք հայեցի։ Հայատար, այո, եւ գոնե վերջում ժպիտ սմայլիկ դրեք, որ մենք չկարդանք դա որպես բացասական, առասարակ եկեք իրար սիրենք եւ բացասական ոչինչ իրար չասենք, այ դրանում է առողջությունը։ Եվ այլևս դեղ չեք խմի, չէ, եթե լինեք դրական։ Եվ այսպես դուք դիտեք բաղադրատոմսը, իսկ մենք քիչ անց արդեն պանիրը ավելացնելու ժամանակ կմիանանք ձեզ։ Ապուրը արդեն եռում է, կարտոֆիլը արդեն պատրաստ է, փափկել է։ Այո։ Ավելացնում ենք պանիրը։ Ինչ ենք պանիրից հետո եւս երկար եռացնելու։ Շատ երկար չենք եռացնում, ուղղակի եռացնում ենք այնքան, որպեսզի հալած պանիրը ամբողջ այս մեր արգարակի զանգվածի հետ համասեր զանգված դառնա։ Ահա։ Չգլեսնեմ սրանով։ Ոյ։ Դուք խոհարարները չեք սիրում սիլիկոնե գդալները, բահիկները։ Սիրում ենք, բայց ըստ անհրաժեշտության ենք օգտագործում։ Հա։ Մեր մոտ զուտ։ Դες վերջերս ենք մեկնաբանություններից էինք խոսում, հիշեցի գրել էր, որ ինձ էր գրել Բոնի հետ հաղորդման ժամանակ քաղցր շաբաթի շրջանակներում գրել էր դու այդպես էլ խոհարար չդարձար, չգիտեմ ինձ էր ասվում թե Բոնի, բայց ես կարծում եմ ինձ էր ասում։ Բայց ես խոհարար չեմ ուզում դառնալ։ Ես սիրում եմ խոհարարություն, բայց ես հրուշակագործ եմ։ Եթե ուզում էիք ասեիք հրուշակագործ չդարձա, այդ դեպքում եկեք ինձ մոտ մրցենք։ Չէ՞։ Բա իհարկե։ Տեսնենք ով է մեզանից հրուշակագործ կամ մի շփոթեք խոհարարությունն ու հրուշակագործությունը տարբեր մասնագիտություններ են։ Եկեք մի նախանձեք, ժողովուրդ, ուրախացեք դիմացինին իր ամեն ինչով։ Ուրախացեք պարզապես։ Եթե նույնիսկ վատ մարդ եք տեսնում ձեր դիմաց, ուրախացեք եւ խնդրեք Աստծուն, որ ինքը լինի դառնա մի օր լավ ու բարի։ Այդքան բան, ինչը ես եմ ցանկանում բոլորին վատ մեկնաբանություն գրողներին։ Վատ մեկնաբանություն գրողներին պատրաստեք մեր բաղադրատոմսերով համեղ ուտեստներ, որովհետև համեղ ուտեստը ազդում է ուրախության ռեցեպտորների վրա։ Ահա, դե մի խոսքով եկեք կրեմ, կդառնաք կրեմ։ Ահա, դե հա ես իմիջայլոս քեզ պետք է հյուրասիրեմ Art Food-ի, դու չես պատկերացնում ինչքան համեղ է այս տարբերակը։ Ես խմել եմ, շատ համեղ է եւ հիմա միմին կփաստի դա ողջույն միմի ոնց եք։ Ողջույն, Լիկա եւ Համլետ։ Ես հրաշալի տրամադրություն ունեմ։ Մտածում եի ինչ խմել այսօր։ Դուք ինձ հուշեցիք։ Գժվում եմ Art Food-ի համեղ կոմպոտի համար։ Ընդհանրապես Art Food-ի բոլոր կոմպոտներն էլ սիրում եմ, իսկ մեր հայկական սերկեֆին իրոք ուրիշ բացառիկ համ ունի։ Մեծ տատիկս նույնիսկ տոլմային մեջ էր օգտագործում։ Վայ, հենց խոսում եմ Art Food-ի մասին, մոռանում եմ ստոպ տալ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, մենք միշտ լավ ենք Միմի ջան, շատ գեղեցիկ եք միշտ եւ այսօր։ Շնորհակալ եմ, Լիկա ջան։ Գեղեցիկ եմ, որովհետև դուք ինձ նայում եք ձեր գեղեցիկ աչքերով, հայացքով եւ սրտով։ Միշտ այդպես գեղեցիկ լինեք, այսօր եւ վաղը։ Իսկ ես հիմա պատմեմ հայ դյուղացուն սատարող, հայ սպառողին գոհացնող Art Food-ի մասին։ Art Food-ը միշտ կանգնած է հայ գյուղացու կողքին, մթերելով նրա ստեղծած ամենաթանկ բարիքը։ Այս նվիրումից ու համատեղ աշխատանքից են ծնվում բնության կատարյալ համերն ու այն որակը, որին տասնամյակներ շարունակ վստահում է հայ ընտանիքը։ Շնացնենք մեր երկիրը, սատարելով հողի մշակին եւ հայ արտադրողին։ Art Food, քո հողից, քո ձեռքերով, քո տոն։ Շնորհակալություն, ձեզ էլ։ Գեղեցիկ ապուր, չէ, ես երևի դու պիտի բացես, գիտես։ Բոլոր կոմպոտներն են համով, բայց կոնկրետ այս սերգեֆիլը ինչ-որ սենց յուրահատուկ համեղ էր։ Ես նույնիսկ մի օր դիսերտ կպատրաստեմ։
Ինչ, մենք փորձենք։ Չէ, ինչքան քաղցրությունը քիչ, նուրբ, Տուրիստների նման ասում արևի համ կա ձեր պրոդուկտի մեջ։ այո, արտֆուդի մեջ կա արև։ Ուտում ենք։ Բանային ապուրը։ Գեղեցկություն։ Ես ձևավորեմ կանաչիով։ Այո, իհարկե։ Հոտը։ Աննկարագրելի հոտ։ Բայց հիմա ուտելու ենք սա։ Դե սպասենք մի քիչ հովանա։ Շատ գեղեցիկ է իմիջած գույնային համադրությունը, չէ՞։ Այո։ Սա ակնոցով է պետք ուտել։ Լավ ուշադիր վայելելով գեղեցկությունը, ես չնկատեցի դեպ դու երբ համեմունքները խոսելով ընկանք ու Երբ որ մեր վատ մեկնաբանություն գրողներին ասում են, որ պետք է համայն ռեցեպտները բացել։ Ահա, այնպես որ համենվեք վատ մեկնաբանություններ գրողներ գնացինք։ Ինչ ասեմ, ոնց ասեմ։ Այս տղան ինձ զարմացնում է, ամեն կիրակի։ Անչափ շնորհակալ եմ Համլետ։ Խնդրեմ։ Եվ փոխանցեցի քեզ նաև շատ մարդիկ փողոցում ինձ ասում էին, փոխանցեմ քեզ շնորհակալությունները, այնպես որ դիտեք համեղ կիրակին, ամեն կիրակի։ Նաև մեր YouTube-յան ալիքում դիտեք մեզ, իսկ մենք կհանդիպենք մյուս կիրակի։ Հաջողություն։ Քաղցր շաբաթ, համեղ կիրակի։